Կոտայքի մարզում ենք բժնի բնակավայրում ամառանոցային փողոցի կամ այգեգործական, այդպես էին ասում, փողոցի այս հատվածում Հոնդայի Մագնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան քարե պարսպին, կոտրել այն և բախվել դարպասի Բետոնե Հենասյանը։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և վաշտի հրամանատար օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ Այս պահին պարեկները տեղում հերթապահություն են իրականացնում, պարզում են նաև վարորդի ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև տան սեփականատիրոջ ինքնությունը։ Այստեղ մի քանի քաղաքացիներ կային, բնակիչներ, ովքեր նշում են, որ սա օգտագործում է տունը որպես հանգստյան օրերին, ամառանոց էլի, որպես դաչա ժողովրդի լեզվով ասած, ասում էին նաև, որ տունը պատկանում է լեգենդար Արարատ ֆուտբոլային ակումբի թիմի անդամներից մեկինն է։ Այս պահին այդ տեղեկությունները պարեկները պարզում են, հավանաբար, որտեղ այնտեղ հենա գնդակի նման բան կա, իսկ ֆուտբոլիստները, հեսա, տեսեք, մեր լեգենդար Արարատ հաստատ, հեսա, ոնց որ գնդակի նմուշ է, էլի գնդակի։ Տանը մարդ չի եղել, այս պահին պարեկները պարզում են։ Իմ տեղեկություններով վարորդը և ուղևորը մայր ու դուստր են եղել, վարորդն էլ եղել է մայրը, հավանաբար մեքենային չի պահել արգելակները կամ ավտոյի տեխնիկական խնդիր է ունեցել։ Վթարի փաստով բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության, Չարենցավանի քննչական բաժին։ Երևի Կամբատը տեղակալը մեկ է Գալստյանը, Սահակը, վիրավորին ուղեկցել են հիվանդանոց, ուր են գնաց են պապին, այն պապին էր ասում, պարեկները ուղեկցեցին հիվանդանոց, գնաց պապին, երևի հետո կգան էլի։ Լավա մարդ չի եղել։ Նայ քարերը ուր է շպրտվե։
Այն այսի գնդակի նման բան արինայի։ Հենանայի գնդակի նման բան է սա։ Տես։ Փաստորեն տեղեկությունը ճիշտ է։ Հա, այն պապին ճիշտ էր ասում էլի։ Ասում էր Արարատի լեգենդար։ Հա, այսա զինանշան, լեգենդներն են, չէ՞, զինանշանի այդ արժեքը իմանում։ Լավ մարդիկ են իմանում, հասարակ մարդիկ են իմանում զինանշանի արժեքը։ Այդ դեպքում բարձրացի։ Հա, այդ ծախով դուք բարձրացի։ Հա, արի, աչ մտաղով կտենաս։ Տեսար են պապիները գնացին, ասում են Արարատ ֆուտբոլային լեգենդար ֆուտբոլիստներից մեկի ամառանոցն է։ Էդա Կամբատը մնաց Կարապետյանն ու Կամբատը մնացին Հիվանդանոց, դու եկար էլի։ Ներսում ոտքի չէ, բաղ գալիս։ Ստեյց բառն արել է։ Պատմի քանդը, մեկն էս կարող ասել։ Ճգնա, բայց բառն արել։ Ինքը սկսել է կառավարումը կորցնել։ Մեր մեքենայի հետևը որ կոպեյտով է կապած, այդպես է հաղթող առաջայկը խփել է։ Սա չէ։ Հա, բարտացել է որ Չարենցավանի Հիվանդանոց, չէ՞։ Հա, Տարան Չարենցավան։ Բժն ես ապրում աղբեր, ստեղ ես ապրում, հա չէ, հա, ես ես կարող իմանաս ում տունն է, էլի, ասում են Արարատի, ասում են, լավ, եսը գյուղապետի ֆուտբոլիստներից ինչ-որ մեկին նա, ես կոնկրետ հələ հստակ չկա, եսը գյուղապետին կասում թողս։ Մի հատ գյուղապետին տվեք պահի, իրենք իմանում ես տոնում նա պատկանում, տողնի հետ կամ տան սեպականատերը գա, կամ իրենց կողմից ինչ-որ ներկայացուչ էլի։ Հասկացան, լավը
բարի հետ խոսակցության կապը հելուն են անել, սեփականը տիրոջը։ Դե ավելի լավ է։